Եվ այսպես, ում վրա է իր հույսը դրել Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության հետ իր առճակատման կամ պատերազմի շրջանակներում։ Հարգելի հեռուստադիտողներ, երեք մենք բոլորս ականատես եղանք նրա, թե ինչպես Ստամբուլում տեղի ունեցան Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջև երկրորդ բանակցությունները 2022 թվականի բանակցային գործընթացի ավարտից հետո ներկայիս փուլի յուրահատկություններից մեկն այն էր, որ բանակցությունները այս անգամ տևեցին դրանց գոնե հրապարակային մասը 1 ժամ ավելի կարճ տևեց, քան մայիսին տեղի ունեցած բանակցությունները եւ հիմնական առանցքը այդ բանակցությունների որն էր, կողմերը փոխանակեցին հուշագրերը, որոնցում իրենք ներկայացրեցին իրենց պատկերացումները պատերազմական գործողությունների ավարտի ու ընդհանրապես խաղաղության հաստատման համատեքստում, եթե անդրադառնանք ուկրաինական առաջարկներին, ապա գլոբալ առումով դրանք չեն տարբերվում իսկապես 22 թվականի առաջարկներից եւ Ռուսաստանի պարտության արձանագրման մասին առաջարկներ էին։ Հիմնական շեշտը իհարկե այնտեղ դրվել էր նրա վրա, որ պատերազմական գործողությունները առանց որևիցե նախապայմանի պետք է 30 օրով դադարեցվեն օդում, ցամաքում եւ այլն եւ այդպես շարունակ եւ հետագա գործընթացները 30 օրվա զինադադարից հետո պետք է ուղղված լինեին նրան, որ Ռուսաստանը պետք է դուրս գար այն բոլոր տարածքներից, որոնք զբաղեցվել են 2022 առնվազն թվականից սկսած, նաեւ Ռուսաստանը պետք է որոշակի առումով ֆինանսական փոխհատուցում տրամադրեր Ուկրաինային, կարճ ասած ուկրաինացիների փորձն այն էր բանակցությունների սեղանի շուրջ պարտադրել Ռուսաստանին կապիտուլյացիան եւ եթե մենք հիշում ենք թե ինչ զարգացումներ տեղի ունեցան դրանից առաջ ռուսական ռազմական ավիացիայի վրա հարձակումը տարբեր ռուսական այլ ենթակառուցվածքների վրա այս ամենն իրականացվում է նրա համար որ Ռուսաստանին ճնշեն նաեւ գիտեք ինչն էր հետաքրքիր բանակցային փուլի շրջանակներում ուկրաինական կողմը մարդիկ ովքեր կենցաղում շատ դեպքերում խոսում են ռուսերեն անցյալ անգամ բանակցությունները եւս ընթացան ռուսերեն լեզվով իրենք իրենց առաջարկները ներկայացրել են երկու լեզվով ուկրաիներեն եւ անգլերեն ու ինչեւէ բանակցությունները տեղի ունեցան կողմերը փոխանակեցին հուշագրերը բայց երբ որ մենք հետո արդեն ծանոթացանք ռուսական կողմի առաջարկներին մենք հասկացանք մի պարզ բան մի բարձ ճշմարտությունը հերթական անգամ ամրագրվեց, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամեն հաջորդ առաջարկը նախորդ առաջարկից շատ ավելի վատն է։ Ինչ մենք իմացանք ռուսական կողմի առաջարկներից, որ ի տարբերություն 2022 թվականի բանակցային փաթեթին, եկեք այսպես ձևակերպենք, շատ ավելի կոշտ պահանջներ ունի Ռուսաստանը փաստացի իրենք պարտադրում են Ուկրաինային կապիտուլյացիա։ Ուկրաինան պետք է ճանաչի Ռուսաստանի կազմ մտած 4 տարածքների նկատմամբ պաշտոնական Մոսկվայի վերահսկողությունը Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիայի, Խերսոնի Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ի անդամակցությունից, պետք է հրաժարվի կոմպենսացիաներ պահանջելուց, ռուսաց լեզվի նկատմամբ որոշակի օրենսդրական փոփոխություններ պետք է տեղի ունենան։ Եթե շատ կարճ փորձենք բանաձևով ներկայացնել, ապա Ռուսաստանն էլ իր հերթին փորձում է Ուկրաինային պարտադրել կապիտուլյացիան։ Ընդհանրապես, եթե մենք փորձենք վերլուծենք Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ընթացող գործընթացը, բայց արձանագրելով նաեւ հետեւյալը, որ Ուկրաինան առնվազն 2014 թվականից սկսած որոշակի առումով դա պետություն է մասնավոր զինվորական կազմակերպության տեսքով, ՉՎԿ-ի տեսքով։ Եթե մենք փորձում ենք վերլուծել բանակցային գործընթացի եւ պատերազմական գործընթացի տրամաբանությունը, ապա տեսնում ենք, որ 14 թվականից սկսած ռուսական կողմի առաջարկները Ուկրաինայի նկատմամբ գնալով շատ ավելի բարդանում են, շատ ավելի բարդ իրականանալի են դառնում եւ շատ ավելի կոշտ են դառնում, այդ իսկ պատճառով նշում ենք, որ ի տարբերություն նույնիսկ 22 թվականի պահանջների շատ ավելի կոշտ կտրուկ պահանջներ են դրել պաշտոնական Կիևի առաջ եւ նույնիսկ այն գործողությունները, որոնք ուկրաինացիները իրականացրեցին բանակցային գործընթացից ընդամենը մի քանի ժամ առաջ ոչ մի կերպ չազդեցին բանակցային գործընթացի տրամաբանության վրա։ Ռուսաստանը մեկ քայլ նույնիսկ ետ չկատարեց։ Տեսեք, ի վերջո մարդուն իսկապես գլուխը տրված է ոչ միայն ուտելու համար, այլ նաև տրամաբանելու համար է տրված, մտածելու համար է տրված եւ ռուս-ուկրաինական այս կոնֆլիկտը հետ խորհրդային տարածքի պետությունների համար, հետ խորհրդային տարածքի քաղաքական եւ ռազմական տնտեսական էլիտաների համար բաց դասագիրք պետք է լիներ հետեւյալի մասին, որ իսկապես անհրաժեշտ է ռացիոնալ անհրաժեշտություն է կենսական որոշակի դեպքերում նաև անհրաժեշտություն է արևմուտքի հետ բանակցություններ վարելը, արևմուտքի հետ գործընթացներ վարելը, արևմուտքի հետ առողջ հարաբերություններ ունենալը, բայց նաև կա շատ մի կարևոր սկզբունք։ Մեկ պետությունը
չի կարող իր անվտանգությունը ապահովել մեկ այլ պետության հաշվին։ Այսինքն բարեկամություն, եղբայրություն, համագործակցություն արևմուտքի հետ կարելի է իրականացնել, բայց դա պետք չէ իրականացնել ի հաշիվ Ռուսաստանի, ի հաշիվ Ռուսաստանի շահերի։ Սա ռեալ պոլիտիկն է, սա այն իրականությունն է, որը գոյություն ունի գետնի վրա։ Սա աշխարհի քաղաքական քարտեզն է, եթե կուզեք այսպես ձևակերպենք, եւ շատ կարեւոր է, որ հետխորհրդային երկրների քաղաքական էլիտաները սա շատ լավ իրենց համար հասկանան։ Հիմա մենք եւս հետխորհրդային տարածքի պետություն ենք։ Նիկոլ Փաշինյանը հետևություններ անում է ուկրաինական բանակցային գործընթացից, այն բանից, որ ամեն հաջորդ առաջարկը Ռուսաստանի Դաշնության ղեկավարության շատ ավելի վատն է, շատ ավելի կոշտն է, շատ ավելի անընդունելի է Ուկրաինայի համար, քան նախորդ առաջարկը։ Կրկին ասենք, գետ մեկ հետևություններ իրենք այս ամեն ինչից անում են, եկեք փորձենք հասկանալ այս հարցի պատասխանը։ Ինչ է ասում իշխանական քարոզչությունը, որ հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը անհրաժեշտ է իրականացնել ի թիվս այլնի նաև այն պատճառով, որ մեր եկեղեցին իրենց ընկալմամբ ներկայացնում է այստեղ Ռուսաստանի շահերը։ Կրկին ասենք, սա իշխանությունների, քարոզիչների տրամաբանությունն է, իրենք են այսպես վերլուծում իրողությունները, եւ քանի որ եկեղեցին ներկայացնում է Ռուսաստանի շահեր կամ լավ, եկեք ավելի մեղմ ասենք, լոյալ է Ռուսաստանին, Ռուսաստանի գործընկերն է Հայաստանում, եկեղեցին պետք է ոչնչացնել։ Այլ կերպ ասած, իշխանությունները տեսնելով թե ինչ է կատարվում ուկրաինական պատերազմի թաթերաբեմում, ուկրաինական բանակցությունների շրջանակներում, իրենք նպատակաուղղված կերպով ոչնչացնում են Ռուսաստանի հետ հարաբերությունների այն վերջին բարեկամական փշրանքները, ու այստեղ արդեն տրամաբանական, քաղաքական, աշխարհաքաղաքական հարցը ի հայտ գալիս, շատ լեգիտիմ հարց է իմիջիալոց։ Լավ, ում վրա է Նիկոլ Փաշինյանը հույս դրել Ռուսաստանի հետ այս պատերազմական գործողությունների ժամանակ, Ռուսաստանի եւ հայ առաքելական եկեղեցու դեմ այս խաչակրած արշավանքի շրջանակներում, ում վրա է հույսը դրել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա, հարգելի հեռուստատիտողներ, բացի նրանից, որ մենք տեսնում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Մոսկվայի միջև բանակցությունները ընթանում են շատ ավելի լայն հարցերի շուրջ, քան միայն ուկրաինական խնդիրն է, եւ իրենք նպատակ ունեն տնտեսական կոոպերացիան ընդլայնել, այսօր բավականին հետաքրքիր հրապարակում եղավ Axios պարբերականում, որը շատ մոտ է իշխանությանը, ամերիկյան ներկայիս վարչակազմին, որում բառացիորեն գրված էր հետևյալը, որ ամերիկյան վարչակազմը արդեն չի կարող դիմանալ, շատ է սպասում այն պահին, երբ իրենք կկարողանան թոթափել Ուկրաինայի բեռը եւ զբաղվել փաստացի Չինաստանի զսպմամբ, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա խաղադրույքը ինքը մեղմ ասած կարող է եւ չաշխատել։ Թուրքիայի վրա, հարգելի հեռուստադիտողներ, Ռեջեփ Տայիպ Էրդողանը բացի ամեն ինչից ինքը նաեւ շատ ռացիոնալ գործիչ է, չափից դուրս ռացիոնալ գործիչ է։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ որ ռուսական կողմից առաջարկ լինի, որ Հայաստանը մնում է ռուսական կողմի ազդեցության գոտում, դրա փոխարեն Ռուսաստանը համաձայնվում է Թուրքիայում իրականացնել հայտնի ծրագիրը գազային հաբի վերաբերյալ կամ ավելի փոքր մի բան ասենք, բանջարաբոստանային արտադրանքը Թուրքիայի անխոչնդոտ կերպով գալիս է Ռուսաստան։ Ինչ եք կարծում Ռեջեփ Տայիպ Էրդողանը այս պայմաններում քանի րոպեում կհանձնի Նիկոլ Փաշինյանին։ Իլհամ Ալիևի վրա է հույսը դրել Նիկոլ Փաշինյանը, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունները գնալով սրվում են եւ այդ հարաբերությունների սրման յետևում շատ ավելի ցցուն են Լոնդոնի, պաշտոնական Լոնդոնի ձեռքերը, ականջները, ինչպես ուզում եք մեկնաբանեք, տրամաբանական հարց է հնչում նաև ռուսական փորձագիտական շրջանակներում, որ Իլհամ Ալիևը շատ մոտակա ժամանակահատվածում կարող է խնդիր ունենալ պահպանել իր ներկայիս սահմանները, այլ ոչ թե օգնել Նիկոլ Փաշինյանին դիմակայել Ռուսաստանին կամ պատերազմել Ռուսաստանի դեմ։ Ինչևէ, հարգելի հեռուստադիտողներ, ամփոփելով նաև մեր այսօրվա զրույցը պետք է արձանագրենք հետևյալը. գործընթացների տրամաբանությունը հուշում է, որ մենք շատ մոտ ենք հանգուցալուծմանը, թե ուկրաինական պատերազմի թաթերաբեմում, թե գլոբալ արևմուտքի հետ հակամարտության այս փուլի շրջանակներում, ինչպես նաև շատ մոտ ենք հանգուցալուծմանը մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների համատեքստում, ինչքան մենք մոտենանք այդ հանգուցալուծմանը, այնքան շատ ավելի ձյուրագրգիռ է դառնալու Նիկոլ Փաշինյանը, այնքան շատ ավելի էմոցիոնալ է դառնալու եւ մենք շատ ավելի շատ ռազմավարական սխալներ ենք իրենից տեսնելու, թե ներքաղաքական պայքարի տրամաբանությամբ, թե աշխարհաքաղաքական գործընթացների ընկալման տրամաբանության մեջ։ Մտածեք այդ մասին։